Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչպես նշեց Տիկին Տոնոյանը, մեր կարգախոսն է երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, հետևաբար մեր երաշխավորված խաղաղության մոդելը արդեն իսկ մինչև բուն քարոզարշավի մեկնարկը շատ բուռն քննարկվում է քաղաքական դաշտում, բուռն քննարկումների տեղիք է տվել, ուրախությամբ պիտի նշենք, որ այլ ընդդիմադիր կուսակցություններ ևս այդ մոդելից են խոսում, դե իսկ իշխանության պարագայում ամեն ինչ պարզ է, նրանք սվիններով են ընդունում մեր եւ գործընկերների առաջարկած այս մոդելը։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ խաղաղությունը հայտարարություն կամ հռչակագիր չէ, այն պետք է ունենա իրավական, միջազգային, ինստիտուցիոնալ հիմքեր, հակառակ պարագայում ունենալու ենք այն վիճակը, երբ ունենք այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը օրինակ ներքաղաքական որևէ իրադարձություն կամ իր իշխանության փոխվել, չփոխվելու հանգամանքով է պայմանավորում խաղաղության գործընթացը։ Խաղաղությունը ցանկացած գնով այն ինչ որ թե գրել է այսօրվա իշխանությունը կամ կուզեք դրանք կարող եք նույնիսկ գուլացման մոդել համարեք, չի բերելու երաշխավորված խաղաղություն, դա բերելու է նոր փակուղիների, նոր ճգնաժամերի, դա բերելու է կամ պետականության հիմքերի ոչնչացմանը կամ նոր ֆորս մաժորների, անգամ պատերազմների։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ առանց արտաքին երաշխավորների եւ հստակ վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է, սա ակնհայտ աքսիոմատիկ ճշմարտություն է, մանավանդ եթե հաշվի առնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա ուժային դիսբալանսը, սա չի նշանակում վերաբանակցում, ինչպես նշում են իշխանությունները, սա չի նշանակում Հայաստանի միջազգային պարտավորությունների անտեսում։ Իշխանությունները միտումնավոր են այս թեզերը շրջանառում, մանիպուլացնելու համար այն ինչ առաջարկում ենք մենք։ Սա նշանակում է, որ շատ պարզ բան, որ մենք ասում ենք, որ խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով եւ միջնորդներով։ Իդեպ, եթե հետևում եք ուկրաինական եւ իրանական զարգացումների շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, կնկատեք, որ հենց միջազգային երաշխիքների հարցն է նաեւ այս հակամարտությունների գլխավոր խնդիրը։ Միակողմանի կախվածության պայմաններում խաղաղությունը դառնում է պարտադրանք, սա ակնհայտ է, սա լավագույնս ձևակերպել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, եթե կհիշեք 2024-ին, երբ որ Տաուշում սկսվել էր դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը, իհարկե դա շատ քիչ կապ ուներ դասական դելիմիտացիա, դեմարկացիայի հետ, Նիկոլ Փաշինյանը հենց ինքը Ոսկեպարի դպրոցում ասեց, որ եթե այս զիջումները չանենք մինչև շաբաթավերջ, երկու կողմից Թուրքիայից եւ Ադրբեջանից սպասվում է ներխուժում։ Պարտադրանքի տրամաբանությունը միշտ է դա։ Դաստիարակության ոչ թե խաղաղության գործընթացը, այլ սողացող կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ։ Մենք առաջարկում ենք այս տրամաբանությունից դուրս գալ, դրա համար պետք է վերականգնել ուժային, դիվանագիտական եւ տնտեսական բալանսը, որտեղ խաղաղությունը ի վերջո բալանսի դրսևորումն է, արտահայտությունն է։ Խաղաղության այլ պարամետրեր պատրանքներ են կամ ուղղակի ցանկություններ, որոնք չեն ամրապնդվում կոնկրետ գործոններով։ Երաշխավորված խաղաղության բաղադրիչներ մենք համարում ենք պաշտպանական, ինստիտուցիոնալ, տնտեսական, դեմոգրաֆիկ կարողությունների ուժեղացումը, արտաքին քաղաքականության մեջ, ինչպես իմ գործընկերը նշեց, հավասարակշռության դոկտրինը այլընտրանք չունի, որտեղ մեր ազգային ողբերգությունների հիմնական պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է արտաքին քաղաքականության հավասարակշռության դոկտրինից, շեշտը դնելով երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության արկածախնդիր կուրսի վրա։ Անգամ 44 օրյա պատերազմում պարտությունից հետո հնարավոր էր խուսափել այս մեծաբաշտապ աղետից, եթե 21 թվականի դեկտեմբեր, 22 թվականի հունվարից չվարվեր մի արկածախնդիր քաղաքականություն,
որը ըստ էության Հայաստանը զրկեց իր դաշնակիցներից, ձևավորվեց անվտանգային վակուում, բանակցային գործընթացից դուրս մղվեցին բոլոր միշտորդները, արդյունքում մենք քիչ թե շատ բալանսավորված լուծումներ ստանալու փոխարեն ընդունեցինք ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանները եւ այսօր էլ շարունակվում է գործընթացը այդ տրամաբանությամբ։ Հիմա էլ մենք ելնում ենք այն ելակետից, որ իրավիճակը դերևս շտկել կարելի է, շատ իրատեսական լուծումներ ենք առաջարկում առանց մաքսիմալիստական շեշտադրումների, առանց կարգախոսների կամ հռչակումների, որոնք կարող են հանգեցնել պատերազմի։ Ես վերջում ուղղակի ամփոփեմ իմ խորին համոզմամբ հենց իշխանությունն է պատերազմի կուսակցություն, որտեղ եթե հետևենք օրինակ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային, ապրիլի 1-ին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածին կնկատենք, որ Հայաստանի իշխանության քաղաքականության շարունակականությունը առնվազն հանգեցնելու է տնտեսական պատերազմի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այլ թեզերի մասին ժամանակի ընթացքում առիթ կլինի խոսենք, առայժմ սահմանափակվեմ այսքանով։